Նյութը, որ այսօր պետք է միասին ուսումնասիրենք, Փիլիպպեցիս նամակից է, խնդրեմ բաց անեք ձեր սուրբ գրքերը։ Փիլիպպեցիս 4-րդ գլուխ 10-ից 20-րդ համարներ այսօր միասին պետք է ուսումնասիրենք։ Եվ որպես հարգանքի նշան խնդրում եմ ոտքի կանգնենք, ընթերցենք միասին Տիրոջ խոսքը, որից հետո կնստենք եւ կշարունակենք։ Փիլիպպեցիս 4-րդ գլուխ 10-ից 20։ Ես մեծապես ուրախացա Տիրոջով, որ վերջապես իմ հանդեպ ձեր հոգատարությունը վերանորոգվել է։ Թեև միշտ եք այդպես եղել, բայց առիթ չէիք ունենում։ Նյութական կարիքների մասին չեմ խոսում, քանի որ սովորել եմ գոհ լինել իմ գտնված վիճակից։ Գիտեմ չքավորություն կրել եմ, գիտեմ շատ ունենալն էլ, ամեն վիճակի մեջ, ամեն ինչում սովորել եմ թե կուշտ լինելուն, թե քաղցածությանը, թե շատ ունենալուն և թե զրկանքներ կրելուն։ Ես կարող եմ ամեն ինչ անել Քրիստոսի միջոցով, որ զորացնում է ինձ։ Համենայն դեպս լավ արեցիք, որ իմ նեղությանը հաղորդ եղաք։ Դուք էլ գիտեք, Փիլիպպեցիներ, որ ավետարանչության սկզբից, երբ Մակեդոնիայից դուրս եկա, ոչ մի եկեղեցի տալու կամ առնելու հարցում չբաժնեկցեց ինձ հետ, բացի ձեզնից։ Մինչև իսկ 1-2 անգամ Թեսաղոնիկե ուղարկեցիք ինձ պետք եղածը։ Ոչ թե նվեր եմ ուզում, այլ պտուղ եմ ուզում, որ ավելանա ձեր հաշվին։ Իրոք ես ամեն բան ունեմ եւ առատորեն ունեմ, լցված եմ Եփափրոդիտոսի միջոցով ձեր ուղարկածն ընդունելով, որ անուշահոտ բուրմունք է, ընդունելի պատարագ, Աստծուն հաճելի։ Բայց իմ Աստվածը ձեր բոլոր կարիքները պիտի հոգափառքի մեջ, իր ունեցած հարստության չափով, Քրիստոս Հիսուսի միջոցով։ Արդ Աստծուն, մեր հորը, լինի փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Կարճ աղոթենք։ Տեր Հիսուս, քո առջև ենք կանգնած քո ժողովրդի հետ միասին, եւ խնդրում ենք, որ մեր մտքերն ու սրտերը պատրաստես մտորելու քո խոսքի շուրջ, քո հավիտենական ճշմարտությունների շուրջ։ Եվ այսօր մենք օգնիր, որ քո խոսքի մեջ տեսնենք այն, ինչ որ դու մտադրվել ես, եւ ինչ որ ուզում ես մենք հասկանանք։ Եվ քո Սուրբ Հոգու միջոցով օգնիր այն կյանքի կոչել, որ այն օգուտ եւ շինություն լինի քո եկեղեցուն եւ փառք բերի քո անվանը։ Ամեն։ Խնդրեմ կարող եք նստել։ Կցանկանայիք տեսնել, թե ինչպես է Տերը արձագանքում, երբ դուք ծառայում եք Իրեն։ Կուզեիք իմանալ, թե ինչ նշանակություն ունի Տիրոջ համար մեր ողջ կյանքը եւ մեր գործերը։ Ինչպես է նա արձագանքում, երբ տեսնում է իր զավակները երկրի վրա ծառայում են Իրեն։ Հետաքրքիր է, երբևէ մտածել եք, թե ինչ նշանակություն ունի ձեր կատարած նվիրատվությունները, սա ֆինանսի մասին չէ միայն, ընդհանրապես ձեր կատարած նվիրատվությունները հենց ձեզ համար։ Մենք հաճախ սեմինարներ, պատգամներ, կոնֆերանսներ ենք լսում, որտեղ որ մեզ բացատրվում է ինչ դեր, ինչ նշանակություն ունի մեր արածը ծառայության համար, ուրիշների համար, վերջիվերջո Աստծո փառքի համար։ Բայց մտածել եք երբևէ ինչ նշանակություն ունի նվիրատվությունը այն կատարողի համար։ Այս հարցը օգնում է վերանայել մեր իրական համոզմունքները։ Արդյոք այն, որ Սուրբ Գիրքն ասում է պետք է հոժարությամբ անել, այդ հոժարությունը իսկապես ընկալված բան է։ Արդյոք գիտենք մենք ինչու ենք ընդհանրապես նվիրատվություններ կատարում։ Եվ սա ֆինանսի մասին չէ միայն, ինչպես Պողոսը ինքը նշեց խոսքի մեջ, կարիքի մասին չեմ խոսում, նվեր չեմ ուզում, բա ինչ ես ուզում, Պողոս։ Ուրիշ ինչ ունես ասելու, նյութականի մասին խոսելիս, միթե այլ բան կարելի է հասկանալ։ Բանն այն է, որ նյութականի եւ հոգեվերի միջև առողջ կապեր տեսնելը եւ այդ բացատրելը այդքան էլ հեշտ բան չէ։ Եվ ոմանք խուսափում են նյութականի մասին խոսելուց, կամ էլ այնքան են ծայրահեղության մեջ ընկնում, որ միայն դրա մասին են խոսում եւ չեն կարողանում կարծես այդ առողջ բալանսը, հավասարակշռությունը ցույց տալ Սուրբ Գրքում։ Հեշտ չէ ամուր
ճիշտ կապերը տեսնել նյութականի եւ հոգեվորի միջեւ։ Ինչ մտքեր կարող եք մտաբերել Սուրբ Գրքից, գոնե մեկտեղ, որտեղ որ խոսում է նյութականի եւ հոգեվորի կապի մասին։ Ձեզ օգնեմ։ Առակներից մեկում անիրավ տնտեսի առաքում։ Հիշում եք այնտեղ մամոնայից բարեկամներ հանելու մասին խոսք կար։ Այսինքն կապ կար նյութականի եւ հավիտենության միջեւ։ Եվ Հիսուսը ասեմ, որ Սուրբ Գրքում թիվը չեմ հիշում, ժամանակ ուսումնասիրել էի, բավականին շատ խոսում է հենց նյութականի լեզվով։ Բանն այն է, որ այդ լեզուն մեզ համար ավելի ընկալելի է։ Եվ Հիսուսը որ խոսում էր, դա նպատակ չէր հետապնդում մեզ պարզապես սովորեցներ ֆինանսների ճիշտ կառավարում, թեպետ դա էլ կարևոր է։ Բայց դրա միջոցով ցույց է տալիս, մատնանշում էր հավիտենական մի կարևոր ճշմարտություն։ Հավատացյալները պետք է ավելի խորաթափանց լինեն, քանի որ նրանք գործ ունեն հավերժական հարցերի հետ, հավիտենական հարցերի հետ։ Եվ ուղիղ կապ կա նյութականի եւ հոգեվորի միջեւ, եւ մենք այսօր կտեսնենք ինչպես է Պողոս առաքյալը հստակ եւ հասկանալի բացատրում նյութականի հոգեվոր արժեքը, որպեսզի հավատացյալներս ճիշտ վերաբերվենք մեր ունեցածին, որպեսզի չլինի, որ մենք լինենք տնտես, ով ճիշտ չի տնօրինում իր ունեցածը եւ այն չի կարողանում վերածել հավիտենական պտուղների։ Կարող եք նայել տեքստի բաժանմանը։ 10-ից 14-րդ համարներում մենք տեսնում ենք Պողոսի տված առաջին բացատրությունը նվիրատվության մասին, որտեղ որ նա խոսում է իր նեղությանը հաղորդակից լինելու մասին, որ Փիլիպեցիները իր նեղությանը հաղորդակից են եղել, երբ ինքը բանտում էր, նա խոսում է այնտեղ նաև իր գոհության մասին, եւ երբևէ մտածել եք ինչու է գոհության մասին խոսում այս համատեքստում, որովհետեւ ցույց տա, որ այնպես չէ, որ նա ուրախացել է հիմա իրենց տված ֆինանսների պատճառով, նա սովորել է գոհ լինել, նա կարող է ամեն բան կրել, բայց նա սկզբում բացատրում է առաջին 4 համարներում ցույց է տալիս նվիրատվության դերն ու նշանակությունը։ Երկրորդում 15-ից, այսինքն 16 համարներում տալիս է երկրորդ բացատրությունը նվիրատվության մասին, որտեղ նա խոսում է արդեն, որ իր ծառայության սկզբում, երբ նա դուրս եկավ Մակեդոնիայից, միայն Փիլիպեցիներն էին, որ իր հետ մտան տալու եւ ստանալու իր բառերով ասած պայմանավորվածության մեջ եւ սկսեցին հովանավորել Պողոսի ծառայությունը իրենց գտնված վայրից։ Եվ 17-րդ համարում արդեն երրորդ բացատրությունն է Պողոսը տալիս, ցույց տալով, որ հստակեցնում է, ասում է, այն ինչ որ ես նկատի ունեմ 17-րդ համարում, այն ֆինանսին չի վերաբերվում։ Եվ իր բառերով եթե ասենք, նվեր չեմ ուզում ասում է։ Այսինքն, երբ մենք նրա մտքերը կարդում ենք, հեղինակն ինքը ասում է ինքը ինչ է հետապնդում այստեղ։ Եվ դրա համար մենք կարիք չունենք ասելու, գուցե Պողոսը այս նկատի ուներ, Պողոսը ինչ որ նկատի ուներ գրել է։ Եվ գրել է այսպես. Ես նվեր չեմ ուզում։ Դա նշանակում է, որ նա նվերի լեզվով խոսում է ավելի բարձր մի բանի մասին։ Եվ ինչ է նրա ասածը, եւ 17-րդ համարում նա նվիրատվության մասին երրորդ բացատրությունն է տալիս, որ այն հոգեվոր նշանակությամբ է ինքն օգտագործում։ Եվ վերջին 18-ից 20-ում տալիս է արդեն 4-րդ բացատրությունը նվիրատվության մասին, որը ցույց է տալիս, թե Աստված ինչպես է վերաբերվում դրան, այն ինչ ընդունելության է արժանանում Աստծո մոտ։ Եվ յուրաքանչյուր հատված, երբ մենք ուսումնասիրում ենք սովորաբար, ունեն գլխավոր մտքեր, այսինքն ամփոփ հատվածը իր մեջ ունի մի դաս, որը կարծես հատվածի եւ համատեքստի ծնունդն է, արդյունքն է։ Եվ այս 10 համարներում գլխավոր միտքը, որ կարող եք հիշել, որ ամբողջ պատգամը խտացված է այս նախադասության մեջ, հետեւյալն է. Ավետարանի համար տրված բոլոր նյութական նվիրատվությունները հոգևոր շահույթ են քրիստոնյայի համար։ Կարևոր է, որ այն արված լինի ավետարանի համար։ Սա բիզնես ծրագիր չէ, տվեք որ ստանաք։ Եվ Պողոսը շատ զգուշ, շատ գրագետ բացատրում է այստեղ։ Նաև շատ զգուշություն է անում, որպեսզի Փիլիպեցիները չխառնեն իր մոտիվացիաները, իր շարժառիթները գումար ունենալու եւ չունենալու հետ։ Նա մի քանի անգամ, գոնե 11-րդ համարին
Եթե իմանայիք, նա ասում է նյութական կարիքների մասին չեմ խոսում։ Ֆիլիպեցիներ, չլինի որ դուք դա երբ կարդաք, մտածեք, որ Պողոսը սա գրում էր, որովհետև կարիք ուներ։ Ուզում էր գրագետ կերպով մեր գրպանները դատարկել։ Ոչ։ Ասում է ես դա նկատի չունեմ։ Նա խոսում է ավետարանի շահի համար եւ խոսում է Ֆիլիպեցիների հոգեվոր շահույթի համար։ Եվ 17-րդ համարում եւս հստակեցնում է, ասելով, որ ոչ թե նվեր եմ ուզում, այլ պտուղ կամ այն պտուղը, որը ավելանում է ձեր հաշվին։ Ճիշտ է, բացատրությունների ընթացքում ես կասեմ պտուղ բառի մասին, բայց հիմա ասեմ, որպեսզի դուք ավելի մտածեք, պտուղ բառը ավելի հունարենից բնագրային եթե թարգմանեք, շահույթ իմաստ ունի։ Եվ Պողոս առաքյալը այս համատեքստում ասում է, որ ես փաստորեն հետապնդում եմ ձեր երկնային շահույթը, որովհետև դուք երկրի վրա ձեր նյութականը կարող եք ճիշտ օգտագործել այնպես, այն նպատակների համար, ավետարանի համար, որ այն երկնքում ձեր հաշվին ավելացնի վարձք։ Դրա համար կարող եք սա հիշել, որ ավետարանի համար տրված բոլոր նյութական նվիրատվությունը ներառյալ ֆինանսները հոգևոր շահույթ են հենց տվողի համար, իր համար։ Եվ այս հատվածում մենք կտեսնենք հոգևոր շահի 4 բնութագիր, որոնք բացատրում են նվիրատվությունների հոգևոր իմաստը։ Ինչ իմաստ ունի նյութական նվիրատվությունը Աստծո աչքերով։ Եվ այս 4 բնութագրերը մենք այսօր միասին կտեսնենք։ Ուրեմն, որը նվիրատվության հոգևոր շահը։ Ես այսպես եմ հարցը ձևակերպել, որ ողջ պատգամի ընթացքում այս 4 բնութագրիչները մեր մտքում հերթով կսկսեն իրար հաջորդելով կառուցել մի ամբողջական պատկեր եւ կտեսնեք Պողոս առաքյալը ինչպես է հրաշալի կերպով բացատրում նյութական նվիրատվության հոգևոր շահը։ Այսպիսով առաջին որն է նվիրատվության հոգևոր շահը։ Առաջին այն մասնակցություն է ծառայողի նեղությանը։ Այն մասնակցություն է ծառայողի նեղությանը։ Եվ 10-ից 14-րդ համարներում ենք դա տեսնում։ Խնդրում եմ նայեք նորից տեքստին կամ էկրանին կամ ձեր սուրբ գրքերին 10-ից 14-րդ համարներում Պողոս առաքյալը ցույց է տալիս, որ նվիրատվությունը դա մասնակցություն է ուղիղ ծառայողի նեղություններին։ Ասում է ես մեծապես ուրախացա Տիրոջով, որ վերջապես իմ հանդեպ ձեր հոգատարությունը վերանորոգվել է։ Թեև միշտ եք այդպես եղել, բայց առիթ չէիք ունենում։ Նյութական կարիքների մասին չեմ խոսում, քանի որ սովորել եմ գոհ լինել իմ գտնված վիճակից։ Գիտեմ չքավորություն կրելը, գիտեմ շատ ունենալն էլ, ամեն վիճակի մեջ ամեն ինչում սովորել եմ, թե կուշտ լինելուն, թե քաղցածությանը, թե շատ ունենալուն եւ թե զրկանքներ կրելուն։ Ես կարող եմ ամեն ինչ անել Քրիստոսի միջոցով, որ զորացնում է ինձ։ Տեսեք ամփոփումը։ Համենայն դեպս լավ արեցիք, որ իմ նեղությանը հաղորդակից եղաք։ 10 տարի էր անցել, ինչ Ֆիլիպեցիները Պողոսին օգնություն էին ցույց տվել։ Երբ նա առաջին անգամ եկել էր Ֆիլիպես, սա գործք առաքելոցում են կարդում, միջազգ գիտեք, Եվրոպայի առաջին եկեղեցին որտեղ է հիմնվել։ Ֆիլիպեում եւ Լիդիա անունով մի կին, երբ դարձի եկավ, հիշում եք, դա Եվրոպայի առաջին եկեղեցին էր։ Եվ 10 տարի էր անցել արդեն, որ Պողոսը այդտեղից դուրս էր եկել։ Պողոսը գիտեր, որ նրանք Ֆիլիպեցիները ունեին մեծ ցանկություն կանոնավոր իրեն օգնելու եւ նա գրում է ասում է ես գիտեմ, որ դուք ուզում եք դա անել եւ անում եք։ Բայց նաեւ հասկանում է, որ Աստծո նախախնամությամբ ինչ որ պատճառներ են եղել, որ Ֆիլիպեցիները չեն կարողացել այդ գումարները ուղարկել Պողոսին։ Նրանք կանոնավոր աջակցել էին Պողոսի ծառայությանը, բայց ինչ-ինչ պատճառներով երբ չէին կարողացել ուղարկել, Պողոս առաքյալը այստեղ չի նեղանում իրենցից։ Տեսնում եք ինչպես է մտքերը ձևակերպում։ Ասում է, գիտեմ, ուզում էիք, բայց առիթ չէիք գտնում։ Այսինքն ինչ որ օբյեկտիվ պատճառներ ձեզ խանգարել են դա անել, բայց այնպես չէ, որ Պողոս առաքյալը նեղանում է։ Իսկ ինչու է Պողոսն այսպես վերաբերվում, որովհետև նա վստահ է, որ Աստված է մարդկանց մեջ եւ կամենալը եւ կատարելը դնում, ինչպես նախորդ գլխում է գրում Ֆիլիպպեցիս 2:12-13, այսինքն նա վստահում է Աստծո նախախնամությանը։ Եթե ինձ հասավ այդ գումարները, ուրեմն Տերը հոգաց այդ ճանապարհով։ Եթե չհասավ, ես սովորել եմ գոհ լինել իմ գտնված վիճակի մեջ։ Դրա համար նա իր դժգոհությունները չի կապում անձերի հետ,
Ֆիլիպեցիների հետ։ Գիտեք, մեկ բան է օգնել մեկին 1-2 անգամ, մեկ այլ բան է հովանավորել ծառայությունը։ Ֆիլիպեցիները հենց հովանավորել էին։ Եվ այդ մասին 15-16-րդ համարներում է նա խոսում, եթե նայեք, ասում է դուք գիտեք Ֆիլիպեցիներ, ավետարանչության սկզբից Մակեդոնիայից եւ դուրս եկա ոչ մի եկեղեցի տալու եւ առնելու հարցում ինձ հետ չբաժնեկցեց։ Սա հաշվապահական տերմին է։ Այսինքն, կարծես պայմանավորվածություն է ներքին եկեղեցու եւ ծառայողի միջեւ, եկեղեցին կարծես ասի, մենք այս ծառայությունը 1 տարի քեզ կօգնենք, կհովանավորենք, որ դու կարողանաս անել։ Եվ Պողոսն ասում է, մենակ դուք եք եղել։ Ոչ մի եկեղեցի, որքան եկեղեցիները Տերը հիմնել Պողոսի միջոցով, բայց ասում եմ միայն դուք էիք, որ տալու եւ առնելու հարցում ինձ հետ բաժնեկից եղա։ Այն էլ 10 տարի դադարել է։ Եվ հիմա տեսեք հոգատարությունը վերականգնվել է, եւ Պողոս առաքյալը ամոթանքի խոսքեր ասելու փոխարեն նա ասում է, որ ես գիտեմ, որ դուք ուզում եք, բայց դուք առիթներ չէիք ունենում դա անելու համար։ Ստացվում է, որ Ֆիլիպեցիները կանոնավոր մասնակցել են Պողոսի ծառայությունը, այսինքն նրանք նույնպես բաժին ունեն այդ ծառայության մեջ։ Պարզապես բաժնի ճշգրիտ չափերը դա կորոշի Հիսուսը, երբ գա, ինքը գիտի ամեն մեկի գործը, ինչպես կշռի, իր վարձքն իր հետ է։ Եվ թե որ եկեղեցին, որ անհատները ինչպես են նպաստել ծառայություններին, Տերը այդ բոլորը կհատուցի։ Վստահ եղեք, որ կեղծել կամ սխալվել հնարավոր չի լինի այդ դեպքում։ Քանի որ արդար եւ ամենակարող Քրիստոսի մասին է խոսքը, ով պետք է ամեն մեկին Սուրբ Գիրքն ասում է իր հասանելիք վարձքը տա։ Քանի որ Պողոսի նպատակն այն է, որ Ֆիլիպեցիները կենտրոնանան ոչ թե գումարի, այլ հոգևոր շահի վրա, նայեք 11-րդ համարում անմիջապես ինչպես է Պողոսը ավելացնում, որ իրեն հոգ տանելու մասին չի իր ասածները։ Նայեք 11-ին, կարիքի մեջ լինելուց համար չեմ ասում, կարծես շտապի ասի սխալ չհասկանաք ինձ։ Ես դրա մասին չեմ խոսում, որ ես կարիքի մեջ եմ։ Եվ 12-րդ համարում նա ապացույցներ է ներկայացնում, որ իսկապես ինքը անկախ է եղել փոփոխվող իրավիճակներից։ Տեսեք, գիտեմ չքավորություն կրելը, գիտեմ շատ ունենալն էլ, ամեն վիճակի մեջ, ամեն ինչում սովորել եմ, թե կուշտ լինելուն, թե քաղցածությանը, թե շատ ունենալուն, թե զրկանքների։ Սա նշանակում է, որ Ֆիլիպեցիներ ես սովորել եմ կյանքի ծայրահեղ տարբեր իրավիճակների մեջ մնալ գոհ։ Այսինքն, եթե ես սովորել եմ դա ձեզ ապացույց, որ չմտածեք, որ ես ֆինանսի մասին եմ խոսում։ Իմ կարիքների մասին չէ, որ ես խոսում եմ։ Ես այլ բան եմ հետապնդում։ Եվ ուզում եմ, որ դուք հասկանաք, որ ձեր նվիրատվությունը դա ուղիղ մասնակցություն է իմ ծառայությանը։ Եվ դա ծառայությունը վերագրվում, հաշվվում նաև ձեզ համար, Աստծո աչքերին։ Նա ասում է, ես բավարարվել եմ կամ գոհ լինել, հունարենում նշանակում է ապահովված լինել կամ բավարարված լինել։ Հայերենում մի բառ ունենք, ասում ենք ինքնաբավություն, կարելի է այստեղ գործածել, բայց Պողոսի ինքնաբավությունը Քրիստոսի հետ է կապված։ Տեսեք 13-ում նա շտապում է ավելացնել, որ իր այդ զորությունը անկախ չի Քրիստոսից, ասում է ես կարող եմ ամեն իրավիճակ կյանքի կրել, բայց միայն ինձ զորացնող Քրիստոսով։ Այսինքն ստացվում է, որ Պողոս առաքյալն ասում է գոհությունը մի բան է, որ պետք է սովորել։ Պողոս իսկ մենք գիտենք մարդիկ ծնվում են գոհ, ոչ, սովորում են լինել գոհ։ Իսկ ինչպես։ Ինչպես է հնարավոր դա սովորել։ Նախ պետք է ուրախանալ Տիրոջով, նա համարը սկսում է ես մեծապես Տիրոջով ուրախացա։ Դա նշանակում է ես կյանքի հանգամանքներին նայում եմ Տիրոջ աչքերով, Տիրոջ թույլտվության տեսանկյունից։ Ես իմ հարցերը չեմ կապում մարդկանց հետ, որովհետև մեկը կա ով իշխում է մարդկանց վրա։ Եվ եթե դուք չեք կարողացել նույնիսկ ինձ օգնել, 10 տարի է, ես սովորել եմ, Տերը ունի միջոցներ, Տերը ունի իր ագրավները անապատներում բերելու իր ծառաներին հոգ տանելու համար։ Բայց ես Պողոսը կասել ուզում եմ օգտագործել այս առիթը, որպեսզի ձեզ ասեմ, որ դուք 14-րդ համարին նայեք, լավ արեցիք, որ մասնակից եղաք իմ նեղությանը։ Մասնակցություն նեղություններին։ Պողոսը կարծես ասի 14-ում, որքան էլ ես սովորել եմ լինել գոհ, բայց դուք լավ արեցիք, որ իմ նեղությանը հաղորդակից եղաք։
Եթե Փիլիպեցիները հարցնեն այդ դեպքում Պողոս, եթե դու կարողանում ես ապրել գոհունակությամբ, այդքան լավ նկարագրում ես կյանքի կոնտրաստային իրավիճակները, ծայրահեղ լավ, ծայրահեղ վատ, դեպետ ասեմ, որ ծայրահեղ լավի մեջ էլ ապրելը գայթակղությունը, հեշտ չէ, ճոխության մեջ էլ գոհ լինել, բայց նա ասում է, ես այս երկու կարգավիճակները կյանքի փորձառել եմ, եւ ես այդ բոլոր պայմաններում մնացել եմ նույնը, գոհ, այսինքն իմ գոհունակությունը անկախ է փոփոխվող հանգամանքներից։ Սիրելիներ, փորձառում ենք մենք նման գոհունակություն թե ոչ։ Փոփոխվող իրավիճակ չփոփոխվող գոհունակություն։ Դա Փիլիպեցիները կարող են ասել Պողոս, հրաշալի է, եթե այդքան գոհ ես, ինչ ես մեզ բացատրում հիմա։ Ինչ ես ուզում, ասում ես, սպասեք, ես կարիքներից մասին չեմ խոսում։ Ես գրում եմ 14-ի վերջին նայեք, նպատակը կարևոր է։ Քանի որ լավ արեցիք, որ մասնակից եղաք։ Սա ձեր մասնակցության մասին է, ոչ թե իմ նեղությունների, այլ ձեր մասնակցության։ Պատկերացնում եք, սա մասնակցություն է ծառայողի նեղությանը։ Սա հոգատարություն է նրա նկատմամբ, նա 10-րդ համարում ասում է վերականգնվել է ձեր հոգատարությունը իմ նկատմամբ։ Դա նշանակում է, երբ որ Փիլիպեցիները նվիրատվություն են անում, նրանք մտորում են այդ մարդու մասին, նրանք կարծես հայերենում լավ բառ ունենք, ապրոմակցում են այդ մարդու հետ։ Տեսնում եք նյութականը ինչ հոգևոր արժեք ունի, այն մասնակցություն է ծառայողի նեղություններին։ Գիտեք շատ ժամանակ ովքեր որ ակտիվ ծառայությունների մեջ չեն 16, 18 ժամ կամ 8 ժամ իրենց հիմնական ծառայությունների մեջ են, իրենք միայն գումար են տալիս կամ որևէ բան, իրենց երբ որ մտածում են, ասում են, դե ես ինչ եմ անում որ ծառայության համար։ Այ իրենք են ծառայում, առաջին պլանում ովքեր որ կան։ Սիրելիներ, Պողոս առաքյալը այստեղ հավասարության նշան է դնում։ Դուք մասնակից եք լինում այս ծառայողի նեղությանը։ Այսինքն դուք երբ մտորում եք դրա մասին, երբ դուք կարողանում եք որևէ նվիրատվություն անել, դուք ձեզ տեսեք Աստծո աչքերով այդ ծառայությանը մասնակից, ծառայողի նեղություններին մասնակից։ Մասնակցել բառը գիտեք ինչ բառ է հունարեն։ Իմ սիրելի բառերից մեկն է, կոյնոնիա բառն է, որը նշանակում է հաղորդություն։ Բայց այստեղ գրված է նախածանցով հունարենում, ես քերականությամբ ձեզ չծանրաբեռնեմ, որը նշանակում է, ուշադիր լսեք, բաժին ունենալ ինչ-որ բանի մեջ։ Մասնակցել ինչ-որ մեկի հետ ինչ-որ բանի։ Եվ մասնակցության օրինակ ես ձեզ 1-2 բերեմ, որպեսզի դուք պատկերացնեք, որքան իրական է այն մասնակցությունը, որի մասին Պողոս առաքյալը այստեղ խոսում է։ Եփեսացիս 5:11 ասում է, եւ խավարի անպտուղ գործերին մասնակից մի եղեք։ Դա նշանակում է մասնակցություն, չէ՞։ Ուղիղ մասնակցություն։ Նույն բառն է կոյնոնիան։ Հայտնություն 18:4-ում օրինակ ասում է, երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում է դուրս ելեք դրա միջից իմ ժողովուրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից կոյնոնիա չլինեք ու դրա պատուհասները չընդունեք, այսինքն դուք մասնակցություն, եթե ունեք ծառայությանը, Փիլիպեցիներ, դա ուղիղ մասնակցություն է իմ նեղություններին։ Մի խոսքով սա մասնակից կամ բաժնետեր լինել է ուրիշի հետ, ընկերակից կամ համատեղ կիսել նեղությունները։ Սա նշանակում է, որ ծառայողին օգնելը, ուշադիր լսեք, առաջին հերթին ոչ թե ծառայողի համար է, այլ տվողի, ըստ Պողոսի։ Ասում է, ես սովորել եմ գոհ լինել, տեսեք, ճշտեցինք, իմ մոտիվները ճշտեցինք, սա իմ մասին չէ, իմ կարիքների մասին չէ, դուք լավ արեցիք, որ մասնակից եղաք։ Ձերի եղբայրս եւ քույրս, դու գիտես, որ դու կարող ես եւ մասնակից ես Տիրոջ բոլոր այն ծառաների նեղություններին, որոնց որևէ կերպով կյանքում աջակցում ես։ Տիրոջ աչքերով դու իր նեղություններին ուղիղ մասնակից ես։ Թեպետ դու քեզ այդպես չտեսնես, բայց սա քեզ տեղեկությունը Աստծո տեսանկյունից։ Ինչպես Աստված տեսնում դա։ Երբ որ մենք սա չենք ընկալում կամ Աստծո ժողովուրդը չի ընկալում, ստիպված են մարդիկ մանիպուլացնել ժողովրդին, որովհետեւ ասեն, գիտես, Աստված դա սիրում է, դա գնահատում է, բայց մարդը չունի այն համոզումը, որ իսկապես կարևոր է իր նվիրատվությունը եւ այն Աստծո աչքերով իրեն մասնակից է դարձնում այդ նույն ծառայողին։ Երբ գնում են գյուղերը ավետարանչության, միշտ մարդիկ կան, չէ՞, որոնք որ օրինակ մեկը գումար է տալիս, մեկը ուտելիք է տալիս։ Եվ այդ տվողները մտածում են երբեմն դե մեր արածը ինչ է, դուք եք ծառայում։ Ասում ենք ոչ, սիրելիներ, դու հավասար մասնակցում ես այդ նեղություններին։ Դա Տերն է ասում։ Սա պարզապես քաջալերանք չէ, որ մարդկանց ոգևորի, որ իրենց գումարները հանեն։ Առավելևս, եթե
բանտային իրականությունից նայենք, այնտեղ մենակ ֆինանսի մասին չէր խոսքը։ Ուտելիք, հագուստ եւ այլն ամեն բան։ Եվ առաջին դարի բանտերում գոնե բանտարկյալներ իրենք պետք է հոգային։ Այնպես չէր, որ իրենց համար հոգ էին տանում։ Դրա համար առաքելը արդեն 17-18-ում ասում է, որ երբ Աֆրոդիտոսի միջոցով ստացել եմ, առատորեն ստացել եմ, ինչ որ դուք ուղարկել եք։ Գիտեք, շատ հաճախ մեր նվիրատվությունների իրական հոգևոր արժեքը նույնիսկ մենք չենք գիտակցում, երբ մենք տալիս ենք դա։ Եվ Սուրբ Գիրքը օգնում է, որ մենք կարողանանք ճիշտ համոզմունք, ճիշտ ուսուցում, ճիշտ աստվածաբանություն ունենալով դա անենք, որ այն վերածվի հոժարությամբ տալու։ Սուրբ Գիրքը այդքան ասում է, չէ, երանելի են հոժարները, հոժարությամբ տվողները։ Շատ լավ, իսկ ինչպես ձևավորել այդ հոժարությունը, կասեք։ Ինչպես։ Երաժշտության ձայնով, լուսային էֆեկտներով, ցածր տոնով, ոչ մեկի նկատի չունեմ սխալ չհասկանաք, բացապես աշխարհը այսօր օգտագործում է դրանք։ Շոուների միջոցով, ինչպես ձևավորել համոզմունք, ինչպես ձևավորել հոժարություն, ահա այսպես։ Իմացիր, սիրելի քույրս եւ եղբայրս, դու լավ ես անում, որովհետեւ դա մասնակցություն է Տիրոջ ծառաների նեղություններին, դու մասնակցում ես դրանով։ Նա համարում է, որ ծառայողի նեղությանը աջակցելը որևէ կերպով դա մասնակցություն է նեղությանը։ Դրա համար հիշեք ու քաջալերվեք, սիրելի եղբայրներ եւ քույրեր, որ ձեր բոլոր աջակցությունները Աստծո ծառաներին ուղիղ մասնակցություն են նրանց նեղություններին։ Նույնիսկ եթե դուք մեկին եք աջակցում ուտելիքով կամ խմելիքով կամ որևէ բանով, որին դուք չեք ճանաչում, ստացողի համար դուք շատ սիրելի եք իր համար։ Եվ Կորինթացիս նամակում Պողոսն ասում է, որ այդ նվիրատվությունների միջոցով առիթ է լինում, որ փառքեր բարձրանա Աստծուն եւ ձեզ համար սրտանց աղոթում են։ Այսինքն Աստված օգտագործում է նվիրատվությունը երկուստեք, եւ այն մարդու համար, եւ տվողի համար։ Եվ դրա համար այսօր այս հատվածում մենք ավելի կենտրոնանում ենք եւ տեսնում ենք, որ առաքելը խոսում է հենց Ֆիլիպեցիների շահերից, այսպես ասենք, դա ձեր հոգեվոր շահն է, Ֆիլիպեցիներ։ Արժևորեք ոչ թե այն ինչ տալիս եք, այլ այն ինչ նշանակում է այն Աստծո իրականության մեջ։ Եբրայեցիս նամակում 6:10 գրված է, որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը եւ սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք, ուշադիր լսեք, ծառայելով սրբերին։ Սրբերին ծառայելով ծառայեցիք իրեն։ Եվ նա անարդար չէ, որ մոռանա։ Սա առաջին շահն է, կամ հոգևոր արժեքը, որը նվիրատուի համար է, այն մասնակցությունը ծառայողի նեղություններին։ Երկրորդը, որն է նվիրատվության հոգևոր շահը, այն մասնակցությունը ծառայությանը նույնպես։ Ոչ միայն ծառայողի նեղություններին, սա անձնական է, այլ նաև ծառայությանը։ Նայեք 15-16-ին։ Դուք ինքներդ էլ գիտեք, Ֆիլիպեցիներ, որ ավետարանի քարոզության սկզբում, երբ Մակեդոնիայից ելա, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ հետ տալու եւ ստանալու մեջ բացի ձեզնից։ Որովհետեւ Թեսաղոնիկեում էլ 1-2 անգամ ինձ պետք եղած բաները ուղարկեցիք։ Պողոսը տեսնում եք, խոսում է ավետարանչական ծառայության մասին եւ նշում, թե ովքեր եւ ինչ կերպով են մասնակից եղել այդ ծառայության։ Նա ասում է ավետարանի քարոզության սկզբում։ Երբ Պողոսը առաջին անգամ քարոզեց ավետարանը Ֆիլիպեում, գործքում կարող եք սա կարդալ 16-րդ գլխում, առաջին եկեղեցին Եվրոպայի հիմնվեց եւ որից հետո նա դուրս եկավ եւ Ֆիլիպեի եկեղեցին եղավ միակը, ով ասաց, որ մենք Պողոս քեզ կաջակցենք, որպեսզի դու շարունակես ավետարանչական քո ծառայությունը։ Մակեդոնիա Պողոսը ծառայեց ոչ միայն Ֆիլիպեում, այլ նաեւ այնտեղ կար Թեսաղոնիկեն, Բերիան, եթե աշխարհագրությունը մի փոքր ձեր աչքերի առջև լինի կամ եթե իմանաք, ավելի լավ կպատկերացնեք, որ 80, 100, 150 կիլոմետր հեռավորության վրա են շարավղով, բայց բոլոր այդ քաղաքները Պողոսը գնում էր եւ ծառայում էր։ Եվ Ֆիլիպեի եկեղեցին Պողոսը, ինչպես որ ասում է հետագայում, իրենց ծայրահեղ աղքատության մեջ, իրենց ծայրահեղ առատաձեռնությունը ցույց տվեցին, օգնելով Պողոսին։ Շատ հետաքրքիր է տերմինները, որ այստեղ օգտագործում է Պողոսը։ Նկատում եք, ասում է տալ եւ ստանալ։ Սրանք հաշվապահական տերմիններ են, որոնք նշանակում են բառացի ծախսեր եւ ստացումներ։ Հատած հաշվապահների թերթիկներ նայեն։
Նա ասում է, որ փաստորեն միայն նրանք են իր հետ մտել ծառայության մեջ։ Խոսքը կանոնավոր ծառայության մասին է, կանոնավոր պատասխանատվության մասին է։ Եվ ասում է, որ ձեզնից բացի ոչ մեկը ուրիշ մասնակից չի եղել այս ծառայությանը։ Կրկին խոսում է կանոնավորության մասին։ Եվ Ֆիլիպպեի եկեղեցին մտել էր նրա հետ տալու եւ ստանալու պատասխանատվության մեջ։ Պողոսը ուրիշտեղ կասեր Կորինթացիում, հիշում եք, ասում էր, եթե մենք ձեր մեջ սերմանեցինք հոգեվոր բաները, մեծ բան է, որ մարմնավոր բաները հնձենք, ներողություն։ Այսինքն տալու եւ ստանալու առաքյալ իրենց տալիս էր հոգեվորը նաեւ եւ ստանում է հիմա իրենցից նյութականը եւ դա շատ նորմալ է։ Սուրբ Գիրքը ինչ է ասում, կալանող եզան դունչը մի կապիր մշակը արժանի է իր վարձքին։ Պարզապես աշխարհում այնքան սուտ ուսուցիչներ կան, որոնք չարաշահում են այս թեմաները, որ Աստծո ծառաները վախենում են սրա մասին խոսել։ Թեպետ եւ Պողոս այստեղ փողի մասին չի խոսում։ Իր նպատակն է ցույց տալ, որ ձեր նվիրատվությունը, առաջին մասնակցությունը եղել իմ նեղությանը եւ երկրորդ դուք Ֆիլիպպեցիներ, փաստորեն ձեր տանը նստած, դուք երբ որ ինձ օգնել եք, դուք մասնակցել եք նաեւ իմ ծառայությանը։ Եվ Ֆիլիպպեցիները հովանավորել էին այս ծառայությունը, Աստծո թույլտվությամբ, ինչ-ինչ պատճառներով էլ չէին կարողացել ուղարկել։ Ֆիլիպպեցիները սա լավ գիտեն, դրա համար էլ 16-րդ համարի եթե նայեք, Պողոսը շարունակում է ասելով, որովհետև Թեսաղոնիկեում էլ ասում է դուք գիտեք, 1-2 անգամ էլ ինձ պետք եղած բաները ուղարկեցիք նույնիսկ այնտեղ։ Այստեղ մեզ արդեն ծանոթ նորից կոյնոնիա բառն է։ Տեսեք, նա ասում է, որ տալու եւ առնելու հարցում ինձ հետ մասնակից չեղավ։ Նույն կոյնոնիան է, ինչ 14-ում մենք տեսանք։ Բայց այստեղ խոսքը ծառայության մասին է։ Ոչ թե անձնական նեղության, այլ ծառայության մասին է։ Ստացվում է, որ Աստծո համար ավետարանի առաջընթացին նպաստող բոլոր օգնություններն ու աջակցությունները, որոնք արվում են իր ծառաներին, ու շատ լսեք, դրանք ուղիղ մասնակցություն են ծառայությանը։ Ուղիղ մասնակցություն են ծառայությանը։ Գիտեք, որ անկախ նրանից, թե դուք որտեղ եք աշխատում, եթե դուք որևէ կերպով Աստծո ավետարանի առաջընթացին նպաստում եք, Տիրոջ աչքերով դա նշանակում է դուք մասնակցում եք ավետարանի գործին։ Անկախ նրանից ինչպես են մարդիկ, որ քաղաքներում են իրենք տարածում ավետարանը, Տիրոջ աչքերով դուք համարվում եք համածառայակից։ Սա պետք է օգնի ձեզ, սիրելիներ, որ եթե դուք առաջին գծում չեք, միսիոնարական ծառայությունների մեջ չեք, երկրից երկիր չեք գնում եւ այլն, կօգնի, որ իսկապես ձևավորվի հոժարություն, որ այդ տալը, երբ որ կյանքում դուք անում եք, երբեք ու երբեք չլինի չգիտակցված, այն լինի գիտակցված։ Եվ Տիրոջ առաջ դուք իմանաք, որ դուք մասնակցում եք եւ նեղությանը, եւ ծառայությանը։ Փաստորեն նվիրատվության հոգևոր շահն այն է, որ տվողը համարվում է մասնակից։ Դրա համար ուրախացեք, քանի որ սա ոչ թե մարդկային մանիպուլյացիա է, որ դուք մասնակից եք, այլ Տիրոջ խոսքը դա ասում է։ Հիշում եք, Պողոսն ասում է, ես ամեն ինչի դիմանում եմ հանուն ում։ Տիմոթեոսի նամակում ասում է, հանուն ընտրյալների ես ամեն ինչի դիմանում եմ։ Եվ դու մտնում ես այդ ծառայության մեջ, մարդու չարչարանքների եւ ծառայության։ Դրա համար հիշեք, շարունակեք նպաստել ավետարանի առաջընթացին ձեր գտնված վայրում ու ձեր բոլոր կարողություններով, քանի որ այն Աստծո համար մասնակցություն է ծառայությանը։ Մի մտածեք, որ դուք պիտանի չեք Աստծո համար, եթե ամբողջ ժամանակով եք աշխատում, եւ ավելի քիչ եք ֆիզիկապես մասնակցում միսիոնարական ծառայությունների։ Սա կոչ չէ շարունակել մնալ աշխատավայրում միայն։ Սա կոչ է նրա մասին, որ եթե Աստված ձեզ դրել է մի վայրում, որտեղ որ դուք ունեք այսքան X հնարավորություն ժամ տրամադրելու, դուք երբեք չտրվեք սատանայի այն ստերին, որ դուք Աստծո գործի համար ոչինչ չեք անում, դա սուտ է։ Սուրբ Գիրքը հստակ ասում է, որ այն մասնակցություն է ծառայությանը։ Մի կարևոր զգուշացում։ Ճիշտ է, որովայնի համար ապրող քարոզիչները սրանով կարող են մանիպուլացնել եւ գումարներ հավաքել, բայց դուք իմացեք, թե ովքեր են իսկապես ծառայում Հիսուսին, ովքեր են նպաստում ավետարանի տարածմանը եւ ձեր կարողություններով աջակցեք հենց իրենց, որպեսզի ձեր տվածները չլինի մարդկանց համար հարստանալու միջոց, այլ լինի իսկապես ավետարանի առաջընթացին նպաստող մի բան։ Այնպես որ սա երկրորդն է եւ վերջին երկուսը, տեսեք երրորդը, սա ոչ միայն փաստորեն նվիրատվությունը, ոչ միայն մասնակցություն է ծառայողի նեղություններին, ոչ միայն ծառայությանը, այլ նաև
Այն ավելացնում է երկնային վարձքը մարդու։ Այն հոգևոր ներդրում է երկնային հաշվին։ Նայեք 17-րդ համարին։ Նվերներ չեմ ուզում, այլ այն պտուղը, որ ձեր հաշվին է ավելանալու։ Պտուղ բառը կարպոսն է, հունարեն, որ այս համատեքստում կարող է թարգմանվել որպես շահույթ։ Աստվածաշնչում 7 տեսակի պտղի մասին է խոսվում, ըստ համատեքստի, որպեսզի դուք կարողանաք տարբերակել, օրինակ կհիշեք, ապաշխարության պտուղի մասին է խոսվում Մատթեոսում, կամ բնավորության որպես պտուղ Գաղատացիս 5-ում, Սուրբ Հոգու պտուղն է եւ 9 հատկություններն է սկսում նշել, սրբության պտուղ Հռոմեացիս նամակում, արդարության պտուղ, բարի գործերի պտուղ, ավետարանական ծառայության պտուղ, գոհաբանության պտուղ, շուրթերի պտուղ Եբրայեցում եւ այլն, բայց այստեղ Պողոս առաքյալը պտուղ բառը կարծես վերաիմաստավորի եւ գործածի հոգեվոր վարձքի իմաստով։ Պողոսը հստակ արտահայտում է իր այսքանը գրելու նպատակը։ Տեսեք, ասում են նվերներ չեմ ուզում, գումարներ չեմ ուզում, Փիլիպեցիներ, այսքանը ձեզ մոտիվացնելու համար չէր, սխալ չհասկանաք։ Ես ուզում եմ, հետապնդում եմ այն շահը, ձեր շահը, որ երկնքում ձեր հաշվին ավելանալու է։ Նա ասում է, որ ոչ միայն ինքը իր կարիքների մասին չի խոսում, ինչպես ասած 11-ում, այլ նա խոսում է հոգևոր պտուղի մասին։ Տեսնում եք, սա ֆինանսի մասին չէ։ Սա ֆինանսի մասին չէ։ Սա հոգևոր պտուղի մասին է, սա հոգևոր շահույթի մասին է։ Նա ասում է, որ փաստորեն Փիլիպեցիների կատարածը երկնային նվիրատվությունները ներողություն վերածվել են երկնային փոխարժեքի։ Այստեղ նրանք օգնել են Պողոսին, դա երկնքում իրենց հաշվին ավելացում է կատարել։ Սա երկնային հաշվապահությունն է։ Սա նշանակում է, որ Փիլիպեցիները Պողոսին օգնելով հենց իրենց հաշվին են գումար ավելացրել, գումար չասենք, լավ, որ սխալ չլինի, համատեքստի բառերով, վարձք, թե ինչ տեսքով է լինելու այդ վարձքը, որ հետո Հիսուս մեզ տա, ես չգիտեմ, բայց ես մի բան գիտեմ, որ այն նույն Հիսուսը, որ ասում է մի գողացիր, մի սպանիր, նույն Հիսուսն ասում է, որ վարձ գիտել ուշադիր եղի։ Եվ ես ու դուք իրավունք չունենք Հիսուսի մի ասածներին ավելի լուրջ վերաբերվելու, մյուսներին ավելի քիչ։ Մեր հոգևոր հասունության սկզբնական շրջանում երբեմն ասում են, դե մենք հո վարձքի համար չենք ծառայում, դե հա վարձքի համար չենք ծառայում, բայց նույն Հիսուսն ասում է, որ դա կարևոր է։ Ինչու պետք է պակաս լրջություն տանք։ Պողոսն այստեղ ասում է, ես հետապնդում եմ դա։ Հետապնդում եմ, որ ձեր երկնային հաշիվը շատանա, ավելանա, այսինքն Փիլիպեցիներ, դուք հասկացեք, դուք ինչ որ արել եք ինձ, դա ինձ չէր կարել իրականում, դա կարել եք ձեր համար։ Դա ձեր հաշվին է, այո դուք մասնակից եք եղել իմ նեղությանը, այո դուք մասնակից եք եղել ծառայության, բայց այն վերջի վերջո վերածվում է հոգևոր վարձքի եւ ձեր հաշվին, ոչ թե իմ։ Կա Հոլանդիայում նման բանկ, որտեղ մեկի վարկը եւ վճարես քո հաշվին գումար կավելանա։ Իհարկե չկա, եւ ոչ միայն Հոլանդիայում, ոչ մի տեղ էլ չկա։ Բայց երկնքում կա նման տրամաբանություն, նման հաշվապահություն գործում է։ Իսկ գուցե սա հենց այն է, ինչը կոչվում է գանձեր դիզեք երկնքում։ Գուցե սա հենց այն է, ինչ որ Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ երկնային մամոնայից երկնային բարեկամներ հանեք։ Գուցե սա այն է, ինչ որ Սուրբ Գիրքն ասում է, որ դու այստեղ գործածում ես նյութականը, Տիրոջ աչքերին այն վերածվում է հոգևորի եւ այն էլ հենց քո հաշվին։ Եվ շեշտը այստեղ հենց քո հաշիվն է, քո երկնային հաշիվն է։ Ես կրկին ամեն կետի ժամանակ պետք է ասեմ, բայց սա սուտ ուսուցիչները օգտագործում են մարդկանց մոլորեցնելու համար։ Եվ իրենց գրպանները դատարկում են սրանով։ Եվ մարդիկ կորցնում են իրականության գիտակցությունը, չեն հասկանում ընդհանրապես ինչու են անում, եւ նրանք անում են, ես քիչ հետո դες ավելի մանրամասն կասեմ։ Նրանք անում են ոչ թե ապագայում վարձք ստանալու համար, այլ ներկայում շատ ստանալու համար։ Սրանք նվիրատվություններ են, որոնք Պողոսը նկատի ունի, որոնք արվում են Հիսուսի անունով առաջընթացի համար ավետարանի, որը դրսևորվում է իր իսկական ծառաների կարիքներին եւ ծառայության նպաստելով։ Հիշեք, սա ոչ թե ֆինանսի մասին է, այլ հոգեվոր շահույթի, ինչպես Պողոսն է ասում։ Փիլիպեցիները իսկապես իրենց համար երկնքում դիզում էին գանձ սրանով, ըստ Պողոսի։
Եվ Պողոսը նրանց տալը ասում է, որ միայն օգուտ էր, ավելացում էր իրենց հոգևոր հաշվի համար։ Նայեք, Առակացի ինչ է ասում այս մասին, 11, 24, 25, մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, եւ կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։ Առատաձեռն մարդը կբարգավաճի եւ ոռոգողն ինքն էլ կոռոգվի։ Այսինքն այն տրամաբանությունը, որ այստեղ երկնային հաշվապահությունում կա, երկիրը չի ընդունում։ Ինչպես կարելի է, ասեք, ունեցվածքը ցրելով ավելացնել։ Ինչպես։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, որովհետեւ երբ որ դու ճիշտ Աստծո ուզած կերպով ծառայեցնում ես, այն քո հաշվին ավելանում է։ Դա չի նշանակում ցրելով ավելացնել երկրի վրա, խնդրում ուշադիր։ Սա նշանակում է ցրելով ավելացնել երկնային հաշիվը։ Եվ սրանով խուսափեք բարգավաճ ավետարան քարոզողներից, ովքեր ասում են տվեք, որ ստանաք։ Ոչ, մենք չենք տալիս, որ ստանանք, մենք տալիս ենք, որովհետև ստացել ենք։ Առակաց 17 աղքատին ողորմացող ուշադիր լսեք, փոխ է տալիս Տիրոջը, եւ նա կհատուցի նրան հասանելիքը։ Տեսնում եք ինչպես է գործում այս համակարգը, դու այստեղ աղքատին ողորմում ես, դու դրանով փոխ ես տալիս Տիրոջը, իր ձեռքին պահ ես տալիս, կարծես եւ նա կհատուցի քեզ։ Կամ Հիսուսն էր ասում Ղուկասում, տվեք եւ կտրվի ձեզ, ձեր գոգը կլցվի, լավ չափով, լեփ-լեցուն, առատ։ Եվ ինչ չափով չափեք, նույնով էլ ձեզ կչափվի։ Կամ Կորինթացիս 9:6, սա էլ մանիպուլացնում են այս համարով, բայց դուք իմացեք դրա ճիշտ նշանակությունը, որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ Սա բիզնես ծրագիր չէ, սիրելիներ, ոչ էլ գործում է որպես կախարդական փայտիկ։ Հիշեք բանալի, սկզբունքը հետևյալն է։ Մենք չենք տալիս, որ երկրի վրա ստանանք։ Մենք տալիս ենք, որ հետո Տերը մեզ տա։ Սա հարստանալու համար չէ, սա գումար կուտակելու համար չէ, այլ Տիրոջ երկնային հաշվապահությունն է, որը գործում է իր եկեղեցում եւ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր Հիսուսի հանդեպ սիրուց դրծված իրենց լավագույնն են անում ավետարանի առաջընթացի համար։ Դե եթե հարցնենք, ո՞րն է նվիրատվությունների հոգևոր շահը, ապա կարող ենք ասել, որ ավետարանի տարածման համար կատարված նվիրատվությունները հոգևոր շահ են բերում անձին, քանի որ այն մասնակցություն է եւ անձնեհությանը, եւ ծառայությանը, եւ մի հատ էլ քո հաշվին, հոգևոր երկնային հաշվին ավելացնում է վարձք։ Միթե մեր Տերը իզուր ասաց Մատթեոս 6-ում, ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա։ Մի տվեք, որ այստեղ ստանաք, դրա մասին չէ, այլ երկնքում, այնտեղ ցեց չկա, ժանք չկա, գողը չի կարողանում մտնել։ Եվ հատվածը ամփոփում է չափազանց կարևոր մտքով, որտեղ ձեր գանձն է, ձեր սիրտն էլ այնտեղ կլինի։ Սրանով կարող եք տարբերել սիրելիներ եւ ձեզ, եւ ձեր տալու մոտիվացիան եւ ուրիշների։ Դուք տալիս եք, որ այստեղ ստանաք, թե տալիս եք, որ ձեր երկնային հաշիվը համալրեք։ Հավատացյալի առաջնահերթությունները պետք է լինեն հոգևոր արժեքները, հավիտենական արժեքները, չկորչող արժեքները եւ նպատակները։ Հարց գիտեք, որ նվիրատվությունն այն մասին չէ, թե ինչ եմ փոխարենը ստանալու այս երկրի վրա, այլ այն, թե ինչ արժեք ու իմաստ ունի իմ տվածը Տիրոջ աչքին։ Տերը այսպես է սահմանել, որ բոլոր նվիրատվությունները ուղիղ ավելացնում են տվողի երկնային հաշիվը։ Ես ինչպես ասացի, երկու խոսք ձեզ ասեմ այս սուտ ուսուցիչների մասին, նրանք այս ճշմարտության իմաստը փոխում են, խեղաթյուրում են եւ ամենաառանցքային էլեմենտը, որ փոխում են, ես մի քանի անգամ նշեցի, հիմա պարզապես ձեր ուշադրությունը կենտրոնացնեմ դրա վրա։ Նրանք սովորեցնում են, որ տալու արդյունքը այստեղ ստանալն է։ Միացյալ Նահանգներում մի քարոզիչ կա, կամ քարոզիչ կոչեցյալ, որովհետև ինքը Աստծո քարոզիչ չէ, ոչ մի իր անունն է Ջոել Օսթին, 45,000 հոգի մի սրահում ամեն շաբաթ նստում են։ Մի գիրք ունի գրված, բեսթսելեր, կոչվում է Քո լավագույն կյանքը հիմա։ Բեսթսելեր է այդ գիրքը։ Եվ ինչ է նա սովորեցնում այդ գրքում։ Նա սովորեցնում է, որ ուշադրությունը հավատացյալները ստանալու երկնքից տեղափոխեն երկիր։ Իրենց լավագույն կյանքը ասում է, որ այստեղ է։ Այնինչ առաքյալները 180 աշճան հակառակն էին անում, հավատացյալների արմատները թուլացնում էին երկրի վրա եւ ասում էին սպասեք գալիք փառքին։ Եվ արժանի չէ ներկա նեղությունները գալիք փառքի հետ համեմատվելու։
Այնինչ որ Պողոս այստեղ ասում է, որ ես նվեր չեմ ուզում, այլ պտուղ, հակադարձ է լրիվ 180 Ջոել Օստինի քարոզներին։ Ով որ սովորեցնում է քո լավ կյանքը այստեղ է, ոչ սիրելիս, իմ լավ կյանքը այստեղ չէ, իմ լավ կյանքը առջևում է։ Դեռ Հիսուսը պետք է գա։ Մենք պիտի ապրենք մի տեղ, որտեղ որ արդարությունն է բնակվում, որտեղ որ ժամանակավոր չէ, այլ հավիտենական է, որտեղ չկա մեղք։ Տեսնում եք Պողոս առաքյալը որքան զգույշ, որքան գրագետ է խոսում, որ Փիլիպեցիները սխալ չհասկանան այս խրթին թեման։ Որ նրանք հասկանան, որ տես դու որ սա անում ես, սա նրա մասին չէ, որ քեզ լավ բիզնես առաջարկ եմ անում։ Տես կհարստանաս, ոչ, դու պետք է տաս մտածելու, որ այն քո հաշվին այնտեղ է ավելանում։ Որ վաղը չգաս ասես, բա հովիվ չեղավ, բայց քեզ ով էր խոստացել նման բան։ Ամենօրյա նման վարժանքը օգնում է թուլացնել մեր կապերը աշխարհի հետ եւ համապնդել մեր կապերը գալիք փառքի հետ, Քրիստոսի հետ։ Այսպեսով ինչ դեր է կատարում հավատացյալի կատարած նվիրատվությունները, ինչ հոգեվոր արժեք ունեն Աստծո համար եւ իր համար։ Այն ավելացնում է երկնային վարձք եւ վերջինը տեսեք ու ավարտենք։ Սա ցնցող էր ինձ համար, երբ որ ես ուսումնասիրում էի հատվածը Պողոս առաքյալի մտքերը, տեսնում եք նա ինչպես է երկրայինից հասնում երկնայինի, նա ինչպես է նեղությունից անցնում ծառայության, ծառայությունից անցնում անձնական երկնային հաշիվների եւ լսեք վերջինը։ Որն է նվիրատվության հոգեվոր շահը, այն մասնակցությունը ծառայողի նեղությանը, այն մասնակցությունը ծառայությանը, այն ավելացնում է երկնային վարձքը եւ այն երկրպագությունը Աստծուն։ Նայեք 18-ից 20-րդ համարներին։ Իսկ ես ամեն բան ստացել եմ եւ առատ ունեմ, լիացած եմ, որովհետեւ Եփափրոդիտոսի ձեռքով ստացած ձեզնից այն, ինչ անուշահոտություն էր, զոհ, ընդունելի եւ Աստծուն հաճելի։ Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Աստծուն մեր հորը փառք հավիտյանս ամեն։ Պողոսը շարունակելով միտքը, որ ինքը նվեր չի ուզում, գումար չի ուզում, այլ հետապնդում է հոգևոր պտուղը շահը, սկսում է 18-րդ համարը հակադրությամբ, տեսեք, որը կրկին մատնանշում է, որ նա գումարի մասին չի խոսում, եւ իր բոլոր ասածները չպետք է հասկանալ որպես նյութական որևէ բան տալու պատրվակ։ Տեսեք, նա ինչպես է սկսում 18-րդ համարը եւ ինչպես է շարունակում հոգևոր շահի թեման զարգացնել եւ հասնել իր գագաթնակետին։ Ասում է, իսկ ես ամեն բան ստացել եմ։ Եվ առատ ունեմ, լիացած եմ, որովհետև Եփափրոդիտոսի ձեռքով ստացա ես։ Նա ասում է, ինչ ինձ է վերաբերվում, Փիլիպեցիներ, ես ստացել եմ։ Եվ առատորեն, գոհ եմ, նույնիսկ երբ չեմ ունեցել։ Ես կարիքի մեջ եմ եղել, բայց ես կարիքների մասին չեմ խոսում։ Փիլիպեցիներ, ձեր տվածները, տեսեք ինչ դեր ունեն Աստծո համար, նայեք 18-ին, այն անուշահոտություն է ասում է։ Այն զոհ է ընդունելի եւ Աստծուն հաճելի։ Նյութական նվիրատվությունը նմանեցվում է զոհաբերության։ Պողոսի լեզուն, տերմինները, նա պատահական տերմին չի ընտրել։ Նմանություններին նայեք, ասում է անուշահոտություն, ընդունելի եւ Աստծուն հաճելի։ Ըստ 5 կտակարանի ցուցումների գիտեք, որ յուրաքանչյուր զոհաբերություն պետք է հաճելի բուրմունք արձակեր Աստծո համար։ Եվ երբ Աստված պետք է հոտոտեր այն, պետք է հաճելի լիներ դա իրեն։ Եվ սրա մասին եւ ծննդոցում կա, Նոյը սեղան շինեց Տիրոջ համար սա է կարևոր։ Եվ Տերը հոտոտեց այն հաճելի էր իրեն։ Ելիցում կա 29:18 ապա ամբողջ խոյը կայրեց, տեսեք զոհասեղանի վրա, դա ողջակեզ է Տիրոջ համար, կրակով այրված անուշահոտ զոհաբերություն Տիրոջը։ Ղևտացիներում կա շատ համարներ կա, ես չկարդամ, պարզապես նմանությունը Պողոս առաքյալը տանում է 5 տակարանյան ծիսակարգի, որպեսզի ժողովուրդը հասկանա Աստծո համար ինչ նշանակություն ունի այն, ինչ որ իրենք անում են։ Այս բոլորն ընդունելի էր, երբ արվում էր Տիրոջ ասած կերպով եւ ամենակարևորը Տիրոջ համար։ Սա է անելու նպատակը, ոչ թե ուրիշ այլ նպատակ։ Պողոսը հանճարեղ կերպով գործածում է այնպիսի բառապաշար, որը հնարավոր կլինի հասկանալ նյութական բաների հոգևոր արժեքը։ Նա 5 տակարանյան զոհաբերությունների համակարգը հիշեցնող տերմիններով ցույց է տալիս, որ Փիլիպեցիների նյութական նվիրատվությունները, ուշադիր լսեք, նույն անուշահոտությունն են Տիրոջ համար։
Բայց իսկապես նոր կտակարանը խոսում է հոգևոր պաշտամունքի մասին, Պողոս։ Այո, Հռոմեացիս 12:1, սկսեմ անգիր գուցե շարունակեք։ Աստծո ողորմությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք որպես կենդանի զոհ։ Սուրբ եւ Աստվածահաճո ուշադիր լսեք, դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Ուզում ես Աստծուն պաշտամունք մատուցես։ Կիրակի օրերը գալով չի, փաստորեն ողջ կյանքը պետք է Աստծուն զոհաբերություն լինի, անուշահոտություն պետք է լինի։ Ընդհուպ նաև այն նվիրատվությունները, որ արվում են, այն փաստորեն Աստծո համար հաճելի մի բան է։ Պատկերացնում եք, այստեղ նվիրատվություն էին անում Ֆիլիպեցիները, այն Աստծո գահի առջև էր բարձրանում եւ հաճելի էր իրեն։ Դրա համար կարիք չկա կարծելու, որ Տիրոջը հնարավոր է երկրպագել միայն կիրակի օրերին։ Դրա համար փարիսեցիները, ովքեր որ հարցի էությունը, լրջությունը չեն հասկացել, մարդկանց սովորեցնում են արտաքին կրոնավորություն։ Ոչ ավելի, որ գան խղճի ձայնը հանդարտեցնեն, մտածեն, որ Աստծո համար ինչ-որ բան են անում, հաճելի ասում է ոչ, տեսեք, ձեր ողջ կյանքը պետք է լինի զոհաբերություն։ Նման կյանքը նույն հաճույքն է Տիրոջ համար, ինչ մինչև Քրիստոս զոհաբերություններն էին։ Պողոսն ասում է, երբ դուք նվիրատվություններ եք կատարում այն ճիշտ դրդապատճառներով, Տիրոջ համար այն նույն հաճույքն է, ընդունելությունն է եւ նույն երկրպագությունն է, ինչ որ եղել էր 5 կտակարանում։ Եթե սա հիմա գիտակցում եք, սիրելիներ, սա պետք է շարժի եւ ձեր միտքը եւ ձեր ներաշխարհը։ Պատկերացնում եք, Տերը, դուք պաշտում եք, ես պաշտում եմ, այն ասում է, որ ես հաճույք եմ ստանում դրանից։ Պատկերացնում եք ինչպես է նյութականը փոխվում հոգևոր արժեքի։ Ահա թե ինչ նկատի ուներ Պողոսը, որ սկզբից եւ հետ ասում է, որ կարիքի մասին չեմ խոսում, նվեր չեմ ուզում։ Նա ուզում էր, որ Ֆիլիպեցիները հասկանային այս օրհնյալ ճշմարտությունը, որ նյութական նվիրատվությունները երբ արվում են Տիրոջ համար, դրանք հաճելի եւ ընդունելի են Տիրոջը, եւ դա երկրպագություն է, անձի երկրպագությունն է Տիրոջը։ Գիտեք, նման ճիշտ շարժառիթը, նման կյանքի համար Աստված խոստում ունի։ Եթե հաջորդ համարին նայեք, 19-րդ համարին, կտեսնեք ինչ է խոստացվում։ Պողոսն է ասում. «Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով»։ Նկատում եք, նա ասում է իմ Աստվածը։ Չի ասում մեր, հաջորդ համարում ասում է մեր։ Ինչու է այստեղ ասում իմ։ Սա հնչում է մարդու կողմից, ով փորձառում է Տիրոջ հետ մտերմիկ կյանքը եւ նեղության եւ առատության եւ դժվարության մեջ։ Նա կարծես ասի իմ Աստվածը, ես իրեն ճանաչում եմ, իր ձեռագիրը լավ գիտեմ։ Իմ Աստվածը պիտի հոգա ձեր կարիքները։ Ինչ լավ է Պողոս, որ գրել ես այստեղ կարիքները, ոչ թե ցանկությունները։ Ոչ թե ձեր ցուցակները ցանկության, այլ ձեր կարիքները, ինչ որ ինքն է գնահատում, որ այդ կարիք է։ Եվ կնկատեք համարում, կհոգա ինչ չափերի մասին է խոսքը։ Ինչ է ասում այնտեղ։ Չափերի մասին ասում է համաձայն իր հարստության, ճիշտ է։ Իր հարստության համաձայն։ Խնդրում ուշադիր լսեք։ Մեկ բան է ասել հոգալ կարիքները իր հարստությունից, մեկ այլ բան է ասել հարստության համեմատ կամ հարստության չափով։ Օրինակ ասեմ ձեզ, եթե ես միլիոնատեր եմ դրամային եւ ձեզ օգնեմ 1000 դրամով, դա ձեզ օգնություն է իմ հարստությունից։ Բայց եթե ես միլիոնատեր եմ եւ ձեզ օգնեմ, օրինակ 100,000 դրամով, դա օգնություն է իմ հարստության համեմատ։ Տեսնում եք տարբերությունը։ Առաքյալն ասում է, այսպիսի մարդկանց, ովքեր մասնակից են Տիրոջ ծառաների նեղություններին, ովքեր մասնակից են Տիրոջ ծառաների ծառայությանը, ովքեր իրենց երկնային հաշիվն են համալրում, իսկապես իրենց կյանքն ու ռեսուրսները ծառայում են դրան, Տերը խոստանում է ոչ թե իր հարստությունից, այլ իր հարստության համեմատ լրացնել ձեր կարիքները։ Ճոխությամբ, առատությամբ, իր համեմատ, դա իրեն է վայել։ Եվ ամենակարևորը նա չի մոռանում ում միջոցով, ում միջոցով է դա հնարավոր։ Եվ համարում ինչ է ասում։ Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։
Մենք Քրիստոսի մեջ ենք ընդունված, մենք Քրիստոսի մեջ ենք ընտրված, մենք Քրիստոսով ենք ընդհանրապես խաղաղություն ձեռք բերած Աստծո հետ, Հոր հետ եւ ամեն բան նրա շնորհքի միջոցով է։ Եվ սա էլ Տեր ասում է, ես խոստանում եմ, որ նման մարդու, նման ճիշտ շարժառիթներով ապրող, գիտակցող մարդու կարիքները հոգալու եմ իմ հարստության համեմատ։ Եվ որ չէր կարող այդպիսի համար չգրվել 20-րդ համարը, Պողոս սա գիտակցելով ողջ փառքերը ուղղում է դեպի երկինք։ Աստծուն մեր հորը փառք հավիտյանս։ Այսինքն փառք նրան իր հավատարմության համար, որ երկրի վրա իր եկեղեցու միջոցով որպես օրգանիզմ ինչպես է գործում, որ երկու ստեկ մարդիկ կարողանան ծառայել երկնային հավիտենական նպատակներին։ Դրա համար էլ սիրելիներ, հիշեք, որ հարցին, թե որն է նվիրատվության հոգևոր շահը, Սուրբ Գիրքը պատասխանում է այսպես. այն մասնակցություն է ծառայողի նեղություններին, այն մասնակցություն է ծառայությանը, այն ավելացնում է երկնային վարձք հենց տվողի հաշվին եւ այն ամենակարևորը կարող ենք ասել երկրպագությունը Աստծուն։ Շարունակենք մասնակցել մեր ողջ կյանքի ընթացքում Աստծո իրական ծառաների կարիքներին, սիրելիներ, գիտակցելով, որ Աստծո աչքին իսկապես այն մասնակցությունը։ Շարունակենք լինել կանոնավոր, ինչպես կանոնավոր ենք մեր կյանքի շատ այլ հարցերում։ Եվ հիշենք, որ մեր բոլոր նվիրատվությունները ուղիղ ներդրում են հենց մեր երկնային հաշվին, եւ որ ամենակարևորն է, մեր կյանքերով մենք երկրպագում ենք մեր Տիրոջը եւ ամեն ինչի փառք, ինչպես Պողոսն է ավարտում, թող լինի մեր Հորը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։